Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլոր նրանց, ովքեր հենց նորեն միացել մեզ Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա կես ժամվա ընթացքում ձեզ համար կաշխատի Լուսի Քոչարյանը, նշեմ այն բոլոր տարբերակները, որով կարող եք մեզ հետևել, իհարկե ի հավելումն ռադիոհաճախականության, դրանք են arm.radio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը, կարող եք եւ տեսնել եւ լսել մեզ, որը որ կցանկանաք, եւ իհարկե հրավիրում եմ Facebook-յան հարթակ, այստեղ մեզ կարող եք կրկին դիտել ու լսել live stream-ի տարբերակով, ընդ որում մեկնաբանություններում էլ կարող եք հարցեր թողնել։ Այսօրվա թեման բարդ է, բայց վերաբերում է գրեթե բոլորին ու շատ արդիական է ու ես կասեի գնալով ավելի ահագնանում եւ արդիականանում է, որովհետեւ զրուցելու ենք դեռահասների առողջ հոգեբանության եւ հոգեկան առողջության, երևի այսպիսի բառախաղ անեմ հոգեբանությունը եւ արդեն հոգեբուժությունը իրար մերձեցնելով փորձելու ենք քննարկել դեռահասների հետ կապված ամենակարևոր, ամենածնողներին կամ մեծահասակներին տագնապեցնող հարցերի շուրջ եւ ստանալու ենք լուսաբանում միանգամից երկու մասնագետի կողմից մանկական հոգեբան Վարդուհի Տիգրանյան, երկուսով հոգեբանական մասնագիտացված կենտրոնից, ողջույն Վարդուհի։ Ողջույն։ Եվ MHS հոգեկան առողջության ծառայություն կենտրոնի հոգեբուժ, հոգեթերապևտ Արամ Հովսեփյան, ողջույն։ Ողջույն։ Եվ այսպես, ինչ եք կարծում, թեման իրոք այնքան բարդ է, որքան մենք մեծահասակներս ենք պատկերացնում, ինչպես եթերից մի փոքր առաջ մենք այդպես բամբասեցինք, եթե կարելի է այդպես ասել, առաջ ծնողները բողոքում էին, որ դեռահասները չափազանց շատ են ուզում, չափազանց ամեն ինչ են ուզում, միանգամից են ուզում, ինքնուրույնություն, ազատություն եւ այսպես ինիցիատիվա են ուզում, այս բառով ասեմ, ու ինչ անել, ինչպես նրանց մի քիչ կարգավորել, կառավարել, հիմա էլ բողոքում են, որ դեռահասները ոչինչ չեն ուզում, այդպես շատ իներտ են, մի քիչ էլ ինֆանտիլ են եւ այլն եւ այլն։ Իրավիճակն ինչպիսին է ըստ ձեր բազմամյա մասնագիտական փորձառության, երևի թեթև մասնագետից ավելի սկսենք մանկական հոգեբանից։ Ճիշտն ասած, ես ոչ թե տարանջատեի, որ առաջ այդպես էր, հիմա այդպես, այլ նույնիսկ մի դեռահասի մոտ, մի շրջանում կյանքի մի շրջանում կարող է այդպես լինի, ասենք հաջորդ օրը, ոչ թե այլ շրջանում, այլ հաջորդ օրը ընդհանրապես ոչինչ չուզենա։ Ու իրականում դեր թերապևտիկ դաշտում էլ է դա նկատելի, օրինակ սա դեռահասների հետ աշխատանքի երևի այն առանձնահատկություններից մեկն է, որ դու մի օր տեսնում ես շատ մոտիվացված դեռահասով եկել է, պատրաստ է իր խնդիրների հետ աշխատել, պատրաստ է անել ամեն ինչ, որ իր կյանքը փոխվի, լավանա, մեկ էլ հաջորդ հանդիպմանը գալիս է լրիվ մոտիվացիան անկում ապրած, ոչինչ չուզեցող անել, անող դեռահաս, հոգեբանին դեմոտիվացնող։ Այո, ու այստեղ իրականում շատ ճկուն պետք է լինել դեռահասների հետ ու հասկանալ, որ իրավիճակում ինչ մեթոդներ կիրառել, ինչպես մոտիվացնել, ինչպես նորից վերադարձնել այն մղումը, որ չգիտես ինչ որ փոքրիկ պատճառով կարող է երեխայի մոտ նորից մարել։ Վարդուհի, բայց դուք որպես մանկական հոգեբան եւ դեռահասների հետ աշխատող հոգեբան նկատում եք, որ այդ ըմբոստությունը, այդ ինքնուրույնության ձգտումը, թող ես ոնց ուզում եմ, ոնց որոշում եմ, սա նվազել է այնպես, ինչպես բողոքում են ծնողները, մանկավարժները, նույնիսկ սոցաշխատակիցները եւ այլն, թե հիմա ուղղակի համացանցում ամեն շատ է երևում եւ մենք ավելի բուռն ենք արձագանքում։ Իրականում ես հենց ոնց որ հետադարձ հայացք էի գցում իմ անցած փորձի վրա եւ չեմ կարող ասել, որ նվազել է, որովհետեւ հիմնականում դեռահասների հետ աշխատանքում կա ծնող երեխա փոխհարաբերության խնդիրը սենց գնում է, հա, ու խնդիրներից մեկը լինում այն, որ այո ծնողը կարող է բողոքի, որ չափից շատ ազատություն է ուզում, երբեմն էլ լինում են ծնողներս մեն ես չգիտեմ իրան ոնց անեմ, որ ինքը ինչ որ մի բան ուզի։ Ես չեմ կարող ասել, որ նվազել է կամ շատացել է կամ քչացել է, ես չեմ նկատել տենց։ Նույնպիսի բազմազանություն է, այսինքն կա բազմազանությունը կա։ Արամ, անդրադառնանք ձեզ, արդյոք մեր օրերում հոգեբուժ, հոգեթերապևտի մոտ հայտնվում են ընդհանրապես դեռահասներ, ինչ տպավորություն ունեք դուք, ես գիտեմ, որ հանրության մոտ մի քիչ դեռ այսպես
զգուշավոր մոտեցում կա, վայ հոգեբուժի մոտ, բայց ինչու հոգեբուժ, եկեք դեռ գոնե հոգեբանի մոտ տանենք, ջահել երեխա, ջահել տղա, աղջիկը եւ այլն եւ այլն։ Դուք ինչ կասեք այս մասին։ Բարեբախտաբար հայտնվում են եւ շատ, ինչի բարեբախտաբար, որովհետեւ դեռահասների շրջանում շատ մարդիկ կան, ովքեր իրոք օգնության կարիք ունեն, եւ այստեղ եթե վերցնում եք մի շարք խնդիրներ, պարտադիր պետք է հոգեբուժ, իսկ ավելի մեծ մասին խնդիրների պետք է ընդհանրապես մարդը, որ կհասկանա ինչ է կատարվում եւ ճիշտ ուղղություն ցույց կտա, այդ առումով դա կարա լինի հոգեբուժը առաջի խորհրդատվության ժամանակ, որը կուղղորդի հոգեբանի մոտ կամ հոգեթերապևտի մոտ, դա կարող է լինի միանգամից հոգեթերապևտը։ Կարևորը ինձ համար այն է, որ սկսել են դիմել եւ սկսել են դիմել էապես ավելի շատ, քան նախկինում։ Դա ինձ համար շատ կարևոր եւ շատ դրական փոփոխություն է։ Այսինքն դուք չեք նեղվում, որ ինչու են այդքան երիտասարդ տարիքում այնքան շատ խնդիրները, որ իրենք ի վերջո գալիս հայտնվում են հոգեբուժի սենյակ, հա, չկա այսպիսի զգացում։ Չէ, որովհետեւ մի քանի գործոնից ելնելով։ Նախ պետք է նշենք, որ հաղորդումը բացելուց երբ ասեցիք, որն է առողջ հոգեբանությունը դեռահասի առողջ վիճակը բավականին հարաբերական է, բավականին տարբերվում է մինչև այդ եւ դրանից հետո առողջ վիճակից, որովհետեւ մեծ փոփոխություններ է կատարվում օրգանիզմում, բավականին ինտենսիվ եւ պայմանականորեն այս տարիքը կարելի է անվանել այնպիսի տարիք, երբ մարդը հասկանում է եւ գիտի ավելի շատ բան, քան կարողանում է։ Եվ այս անհամապատասխանությունը իր կարողությունների, էմոցիոնալ ռեգուլյացիայի, իր գործողությունները պլանավորելու այդ բարդ process-ը չկարողանալու եւ շատ բան հասկանալու, մեծիչափ բան հասկանալու այս անհամապատասխանությունը բավականին բարդ խնդիրների առաջ անընդհատ դեռահասին կանգնացնում եւ դեռահասների մի մասը իրոք ըմբոստանում են, իդեպ կարծում եմ այդ ըմբոստների քանակը ամեն դեպքում մի քիչ պակասել է եւ դա եկել է նրանից, որ ծնողները ավելի լավն են դարձել եւ ավելի փափուկ են կարողանում երեխային մոտեցնել, ծնողավարություն չէ, այսպիսի տերմին էլ է մի քիչ ըմբոստությունը առաջացնում, բայց դա էլ իր հետ այլ խնդիրներ կարող է բերի, այդ ավելի пассивության, նախաձեռնության իջեցման եւ այլն։ Բայց շատ դեռահասներ իրոք կարիք ունեն հոգեբուժի, շատ դեռահասներ իրոք կարիք ունեն, այդ թվում նաեւ դեղորայքային իհարկե խոսքը գնում ավելի թեթև դեղորայքների մասին։ Տարիքին համապատասխան։ Բայց հա դեղորայքային ռեգուլյացիայի, որովհետեւ այդ թեթև դեղորայքը շատ է օգնում այդ էմոցիոնալ ճոճանակը իջեցնել, շատ է օգնում ավելի հարթ անցնել այդ պերիոդը, այնպես որ իրոք շատ դեպքերում հոգեբուժի կարիքը կա, բայց շատ ավելի շատ են դեպքերը, երբ հոգեբուժը պարտադիր չի որ աշխատի, կարող է աշխատի միայն հոգեթերապևտը, եւ կարծում եմ գրեթե բոլոր դեռահասների դեպքում հոգեթերապևտի ուղեկցումը այս տարիքում ցուցված է։ Այդ դեպքում կրկին Վարդուն որպես դեռահասների հետ աշխատող հոգեբան հարցս ուղեմ, սովորաբար ձեր սենյակում հայտնվող դեռահասները իրենք են խնդիրը նկատած ամրագրած լինում եւ դիմում ծնողին, որ ինձ հետ մի բան այն չէ, ես ինձ լավ չեմ զգում, ինչու եմ ասում իրենք, որովհետեւ այսօր հասանելի է շատ տեղեկություն եւ յուրաքանչյուր դեռահաս այսօր գիտի ով է հոգեբանը, ինչով է զբաղվում, երբ դիմել նրան, նրանք այսպես արագ պրպտում են եւ գանգատներով լավ ցուցակ են կազմում եւ այլն, թե այնուամենայնիվ ծնողներն են բերում այս դեռահասներին ձեզ մոտ։ Շատ հազվադեպ է լինում, որ հենց դեռահասն է լինում նախաձեռնող այնուամենայնիվ նրանք չեն ուզում։ Այո, գալու։ Առաջի հարցը իմ հենց դա է լինում դեռահասին, դու ինքդ ես եկել, թե ծնողներդ են բերել եւ մեծամասամբ նշում են, որ ծնողներն են բերել։ Ու մեր, այսպես ասած, հոգեբաններից բան է տեղը նաև որ փորձել ամեն ձևով այդ կոնտակտը ստեղծել դեռահասի հետ եւ բաց չթողնել, որովհետեւ ինքը ինչ որ ձևով, չգիտեմ, ծնողը բանարը ստիպել է կամ համոզել է բերել է ու հետո մեր ձեռքում է արդեն ամեն ինչ անենք, որ դեռահասը մնա եւ շարունակի հանդիպումները։ Ու հիմնականում ստացվում է, հիմնականում գալիս են հետո, երբ որ դեռահասը տեսնում է այնպիսի միջավայր, որտեղ անվտանգ է իրեն, հասկանում են, ընդունում են, սիրով գալիս են։ Մի տեսակ Վարդուհի ստացվում, որ հոգեբանը եւ հոգեբանի սենյակը շատ ավելի սիրելի, կանչող, ավելի ջերմ եւ ապահով միջավայր է դառնում մրցելով ու ոչ հատվեց դիրքում հայտնվեցնելով ընտանիքը, ծնողներին։ Մի տեսակ այնպիսի ափսոսանքի զգացողություն կարող է առաջանալ ծնողների մոտ, միգուցե նաեւ խանդ ու նախանձ մի փոքր, ինչ կասեք։ Իրականում դրա համար զուգահեռ աշխատանք է տարվում նաև ծնողների հետ։
դերասների հետ աշխատանքում շատ կարևոր է նաև ծնողավարման աշխատանքներ զուգահեռ իրականացնել ծնողների հետ, շատ կարևոր է, ես իմ պրակտիկայում բազմիցս կիրառել եմ, եթե խնդիրը հատկապես ծնող դեռահաս փոխհարաբերություններում է, առանձին աշխատել դեռահասի հետ, առանձին աշխատել ծնողի հետ եւ հետո համատեղ հանդիպումներ անել։ Հավատացեք, այո, հավատացեք, բավականին արդյունավետ է, շատ օգտակար է, ես իմ պրակտիկայում բավականին կիրառում եմ դա։ Այո, բայց պետքա պատրաստել, նախապատրաստել երկուսին էլ դրան, թե չէ կարող է շատ պայթունավտանգ լինել։ Իհարկե։ Եկեք արագ նշենք այն գանգատները, որոնց դեպքում ծնողը պետք է ազդանշան ստանա, ահա եկել է դեռևս հոգեբանին, մանկական դեռահասների հոգեբանին դիմելու ժամանակը։ Դուք ինչ խորհուրդ կտաք, ինչ վարքաձևերի եւ ինչ գանգատների ուշադրություն դարձնել, հետո արդեն ավելի ծանր հոգեբուժին կանդրադառնանք։ Իրականում, ինչպես նշեց Արամը, դեռահասության տարիքում գրեթե բոլորը ունեն դրա անհրաժեշտությունն ու կարիքը, լավ կլինի, բայց իհարկե կան նաեւ սուր դեպքեր, այդ դեպքում մենք միանշանակ ուղղորդում ենք նաև հոգեբուժներին, իդեպ ասեմ, որ ես էլ նկատել եմ միտումը հոգեբուժներին դիմելու, եթե նախկինում ծնողները միանշանակ մերժում էին, հա, մեր կողմից ուղղորդումը, հիմա ավելի շատ ընդունում են, հասկանում են եւ դիմում են։ Դեռահասների հետ աշխատանքում հիմնականում տեսեք, երբ որ նկատում են ծնողները, որ կենսագործունեության վրա երեխայի կենսակերպը փոփոխվել է։ Օրինակ սննդային վարքային խանգարումները շատ հաճախ հանդիպող դրսևորումներ են։ Երեխան սկսել է ընտրողաբար սնվել, քունն է խանգարվել, ունի դժվարություններ հարաբերություններում եւ, չգիտեմ, շատ էմոցիոնալ է դարձել ի տարբերություն նախկինում։ Մեկուսանում է, ունի հետաքրքրությունների շատ նեղ շրջանակ, կախվածություններ են դրսևորում համացանցից կամ, չգիտեմ, հեռախոսից, խաղերից, նման դեպքերում եւ ճիշտն ասած յուրաքանչյուր դեպքում յուրաքանչյուր դեռահասի պրոֆիլակտիկ սոցիալ-հոգեբանական աջակցություն, քանի որ այն շրջանն է, որտեղ ձևավորվում է երեխայի անձը, ինքնանկալումը, հա, ինքնագնահատականի շատ տենց գայուն շրջան է, շատ լավ կլինի, որ մասնագիտական ուղղորդմամբ ձևավորվի անձը։ Արամ, դուք որպես հոգեբուժ հոգեթերապևտ, որ գանգատներն ու որ խանգարումները, որ կլինիկական արդեն նշանները եւ որ կարեւորն է ինչ ժամկետների եւ տևողությունների մասին ենք խոսում, որովհետեւ եթե 1 ամիս է, միգուցե հոգեբանի մոտ այդ հարցը դեռ հասցնեն կարգավորել, բայց միգուցե դուք նշեք ավելի երկար ժամկետ, երբ հոգեբուժը պետք է միջամտի, որոնք են դրանք։ Նախապես նշեմ, որ միշտ չի, որ հստակ ծանրության վիճակի ծանրությամբ բաժանված թե ում դիմել։ Կան վիճակներ, որոնք որ նույնիսկ թեթև վիճակում բուժվում են հոգեբուժական ճանապարհով կամ գոնե ախտորոշվում են հոգեբուժի կողմից։ Կարևորագույն կետերից մեկը, որ անպարտադիր պետք է դիմել հոգեբուժի, եթե ինքը արտահայտված է, դա սննդային վարքի խանգարումն է, եթե մենք ունենք արդեն կայուն ամիսներ տևող սննդային սովորությունների էական փոփոխություն։ Ինչի՞, sense թե ամեն դեպքում սննդային վարքի խանգարման հիմնական բուժման մասը հոգեթերապևտիկ է, բայց քանի որ սա խանգարում է եւ բավականին լուրջ ռիսկեր կրող խանգարում է, այն անպայման պետք է բուժվի հոգեբուժի հսկողության տակ, թեև գործողությունների մեծ մասը հոգեբանինն է, բայց սա պետք է նշենք, որ առողջական բոլոր պատճառներից, ոչ միայն հոգեկան առողջության, այլ աշխարհում բոլոր առողջական պատճառներից ամենամեծ ռիսկեր պարունակող վիճակն է դեռահասության տարիքում, ամենավտանգավոր, ամենաշատ մահերին բերող, ամենաշատ սուիցիդալ փորձերին բերող վիճակն է ամբողջ աշխարհում։ Սա իրոք շատ վտանգավոր վիճակ է։ Ինչ է անում դեռահասը, դուք երկուստ էլ արդեն որևորդ անգամ նշում եք, կարող եք հիմա ծնողներին հասկանալի լեզվով այդ վարքաձևերը, այդ ալգորիթմները նկարագրել, որ գիտեք շատ հաճախ ծնողները իրենց կողքը չեն ճանաչում։ Երեխան ինչ որ կերպ փոխում է իր ուտելը, ինչ որ ուտելիքի նկատմամբ վերաբերմունքը, հայելիի հետ հարաբերությունը, բայց սա չեն ճանաչում, չեն տարբերակում։ Մի քիչ կնկարագրեք պարզ կենցաղային լեզվով։ Հիմնական բաները, որ ծնողը կարող է տեսնել, դա սնվելու խիստ սահմանափակումն է մի դեպքում, այսինքն շատ ավելի քիչ են սկսում ուտել, շատ ավելի ընտրողաբար են սկսում սնվել եւ դա սկսում է շատ ավելի կարեւոր նշանակություն ձեռք բերել, մեծ ստրեսով է ուղեկցվում, բերում է քաշի նվազեցման եւ այլն, սա մի տարբերակն է։ Մյուս տարբերակի դեպքում կարող է սնունդի ընդունման հաճախ քանակը չփոխվի կամ նույնիսկ ավելանա, սակայն ուղեկցի ուժեղ ստրեսով, մեղքի զգացումով, այդ կերածից ազատվելու փորձերով եւ այլն եւ այլն։
Եվ երրորդ տարբերակը, որ կա, դա չափազանց ֆիքսացիան է առողջ սնունդի վրա, այսինքն խիստ հետևել, էլի սեփական սահմանափակումներ դնել եւ այլն, այսինքն ուժեղ ֆիքսացիա եւ սննդային սովորությունների էական փոփոխություն։ Հասկանալի է։ Եվ եթե նմանատիպ գանգատներ օրինակ նկատվում են մոտ 3 ամիս, այսպես պայմանական ժամկետ եմ նշում, սա արդեն սահմանային է եւ պետք է դիմել հոգեբուժօգնատու։ Իրականում նույնիսկ եթե 1 ամիս են նկատվում, ավելի լավ է դիմել։ Մի այսպիսի հարց դեռահասների հետ մասնագետների աշխատանքին եմ ուզում անդրադառնալ, օրինակ Վարդուի, ինչ կասեք, մոտավորապես մեկ միավոր խնդիրը թվեր շատ են, չէ՞, սիրում մարդիկ, իհարկե ես գիտեմ, որ դուք հստակ թվեր չեք նշելու, բայց մենք ինչ ժամանակի մասին ենք խոսում, օրինակ դեռահասը դիմեց հոգեբանի, մոտավորապես որքան է հաճախելու, երբ կգա խնդրի վերջը։ Իրականում այո, շատ դժվար հարց եք տալիս եւ մենք դժվարանում ենք այդ հարցին պատասխանել, ելնելով անհատական առանձնահատկություններից եւ խնդրի բարդությունից, բայց ես սովորաբար ասում եմ ծնողներին, որ իմ փորձից ելնելով գոնե 12 հանդիպումը անհրաժեշտ է լինում, որպեսզի ինչ որ նկատելի փոփոխություններ արդեն լինեն։ Լավ, ընդունելի պատասխան է, մոտավոր, դուք ինչ կասեք։ Ես կասեմ, որ ավելի լավ է ծնողները նախապես տրամադրվեն, որ դա երկար process է լինելու, ինչի, որովհետև դեռահասությունը ինքը իրանով բավականին տևական շրջան է եւ հիմա երկարում է այդ շրջանը, ամբողջ աշխարհում այդ տենդենսը կա, որ ինչքան կյանքը լավանում է, այդքան այդ շրջանը երկարում է ու բավականին ժամանակ է պահանջվում ինչ-որ էական փոփոխություններ մտցնելու։ Բայց նաև նշեմ որ այդ երկարը անպայման չի խոսքը գնա ինտենսիվ բուժման մասին, որտեղ դեռահասության շրջանում մարդը որպես կանոն լինում է շատ ավտոնոմ, շատ անկախ եւ ինքը համարյա ամեն ինչ փորձում է ինքնուրույն անել եւ թե մասնագետի դերը, թե ծնողի դերը այս դեպքում լինում է իրան գրագետ եւ հոգատար ուղեկցել է այդ իր անձնական ճանապարհի ընթացքում, որը իրոք կարող է երկար դրա կարիքը լինի։ Երևի անհատական է, մի դեռահաս կարող է այսպես շատ լավ համագործակցել, շատ լավ արձագանքել թերապևտիկ գործիքների կամ նույն դեղորայքի, մյուսն էլ ինչու ոչ ավելի դանդաղ։ Եվ պետք չէ մեղադրել դեռահասին իր անհատականության համար։ Նաև նշենք, որ այդ ժամկետը ենք քննարկում, ինչքան շուտ ես դիմում, այդքան ավելի արագ է խնդիրը լուծվում։ Միանշանակ։ Իդեպ, հարգելի ծնողներ, եթե ուշադիր լինեք ձեր դեռահասների վարքաձևերի դրսևորումների նկատմամբ արագ դիմեք, արագ արձագանքեք եւ այն ժամանակի առումով, նյարդեր ծախսելու առումով, ֆինանսապես ինչու ոչ էլի քիչ կարեւոր չէ, ամեն առումով ավելի մատչելի կլինի ձեզ համար, քան տարիներով թողնել խնդիրը այսպես ծլի ծաղկի։ Անցնենք մեր լսանից հավաքած հարցերին, շատ լավն են հարցերը, ինչպես բարձրացնել ինքնագնահատականը, ես այս հարցը շատերի կողմից եմ նկատում, որովհետև որպես լրջագույն խնդիր դիտվում է դեռահասի ցածր ինքնագնահատականը, նեղվելը դրանից, ազդում է դա տարբեր շփումների եւ համագործակցությունների վրա, հնարավոր է ընդհանրապես բարձրացնել մեր դեռահասի ինքնագնահատականը, ինչ կասեք։ Հնարավոր է, իրականում հնարավոր է։ Իրականում բոլոր դեպքերում սենց ֆոնային բանով կամ նույնիսկ առաջնային տեղում է հենց անինքնավստահությունը դեռահասների ու շատ սենց կարող է երբեմն բան թվալ, որ շատ ինքնավստահ դեռահաս է թվում, որ ինքը ըմբոստ, այո, ինքնուրույն ամեն ինչ կարող է անել, բայց իրականում դրա տակ թաքնված է լուրջ անինքնավստահությունը եւ ինքնագնահատական ինքնին շատ ատանվող է այս տարիքում, բայց հնարավոր է դրա հետ աշխատել ու հիմնականում հենց դրա շուրջ էլ աշխատում ենք մենք թերապևտիկ դաշտում ցույց տալով երեխաների ուժեղ կողմերը, թույլ կողմերը, ինչպես ինքը կարողանա իր թույլ կողմերը ուժեղ կողմերը օգտագործել թույլերը բարելավելու համար։ Արդյունքում ունենում ենք արդյունք, ես միանշանակ կարող եմ ասել, որ հնարավոր է։ Մի հարց ունենք հոգեբուժին ուղված, հասցնեմ հնչեցնել, արդյոք դեռահասների դեպքում հակադեպրեսանտներից կամ այլ տիպի, այլ բնույթի դեղորայքից կախվածության ռիսկն ավելի մեծ է, քան չափահասների դեպքում։
Բացարձակ ոչ, նախ սկսենք նրանից, որ հակադեպրեսանտները առհասարակ չեն առաջացնում կախվածություն, ոչ Սա այս միֆը չի վերանում, ինչ անենք, չգիտեմ։ Ինձ թվում է մինչև վերջ չեմ պատկերացնում, որն է հակադեպրեսանտը, հենց ժամանակակից հակադեպրեսանտները, որոնք որ աշխատում են ոչ միայն դեպրեսիայի, այլ նաև տագնապի, անհանգստության հետ, իրանք բացարձակ կախվածություն չեն առաջացնում եւ իրանք առհասարակ աշխարհի ամենաանվտանգ դեղորայքի խմբերից մեկն են, որը որ շատ ցուցված է շատ դեպքերում դեռ։ Հիմա ձեզ կոմենտներով կասեն ինչ կա աշխարհում, որպեսզի հեղափոխական մտքեր եք արտահայտում, ես կասեի հանրության համար։ Ու տարբերություն չկա, փաստորեն ռիսկը չի բարձրանում։ Եվ բարձրանում։ ցուցված է, ոչ միայն չի բարձրանում, այլև հակադեպրեսանտ ընդունելը շատ ռիսկեր իջացնում է։ Եվ այստեղ ես էլի որպես փաստ ավելացնեմ, կարծում եմ մասնագետը կհաստատի, որքան երկար է թողնվում այդ թեկուզ որևէ խանգարում, դեպրեսիվ վիճակ, որևէ աստիճանի դեպրեսիա, որքան շատ ժամանակ անց է դեղորայքը մտնում արդեն ընթացքի մեջ, այնքան երկար է ընդունում մարդը իրականում։ Սա այդպես անհերքելի փաստ է եւ ես հիմա մտաբերեցի, որ չափազանց երկար ժամանակ կորցնել դեպքում մարդիկ մինչեւ կյանքի վերջել ստիպված են լինում այսպես նվազագույն դոզաներով ընդունել։ Ծայրահեղ դեպքերում, հա, սա էլ որպես սթափեցում, որ շուտ դիմեն մարդիկ, ուղղակի չձգձգեն։ Բուլինգի մասին ինչ կասեք, այն շարունակում է արդյոք դեռահասների դեպքում ամենաարդիական ու ամենաելի վտանգավոր խնդիրներից մեկը մնալ թե ոչ։ Ու հետաքրքիր հարց ունենք, բուլինգի ենթարկող երեխայի հոգեկան առողջությունն է ավելի մեծ ռիսկի տակ, թե ենթարկվող, շատ հետաքրքիր հարց է։ Սկսենք Վարդուց։ Իրականում բուլինգը այո, շարունակում է մնալ ակտուալ հարց դեռահասության տարիքում հատկապես, հենց տարիքի առանձնահատկություններից ելնելով, որովհետև այս տարիքում է, որ այսպես ասած ուժեղ, հա, իրենց ուժեղ համարող դեռահասները փորձում են ինքնահաստատվել ավելի թույլ խոցելի դեռահասների կամ երեխաների, ինչ ոչ ավելի փոքր տարիքի իրենց շնորհիվ դրա արդյունքում երկրորդ պատճառը նա է, որ դեռահասության տարիքում առաջնային տեղում է լինում ընկերների շրջանում կարևորվելը, հա, ընկերական հարաբերությունները շատ կարևոր են այս տարիքում եւ հաճախ լինում է, որ դեռահասները փորձում են կրկնօրինակել նախաձեռնողը գուցե չլինեն իրենք բուլինգի, բայց միանան բուլինգ անողին եւ արդյունքում իրենք էլ սկսեն բուլինգ անել։ Քանի որ շատ խոցելի եւ անկայուն է դեռահասների հոգեկան վիճակը այս տարիքում, արդյունքում եւ բուլինգ անողները եւ բուլինգի ենթարկվողները շատ են։ Եթե համեմատության տենց այս պահին մտածում եմ ով է ավելի շատ, հա, տրավմայի ենթարկվում, ըստ իս ամեն դեպքում բուլինգի ենթարկվողը ավելի շատ տրավմայի է ենթարկում, չնայած որ բուլինգ անողն էլ խոսում է նրա մասին, որ ամեն ինչ չի, որ լավ է այս երեխայի կյանքում։ Դուք ել եք նույն կարծիքի հոգեկան առողջության համար։ Վիճակագրություն ունեմ նաև, որը ինչ է ասում։ Ասում է, որ բուլինգ անողները ունեն ավելի վատ սոցիալական պրոգնոզ կյանքի ընթացքում, այսինքն ընդհանուր առմամբ իրանց կյանքը հետագայում ավելի վատ է դասավորվում, քան դրանց ովքեր որ բուլինգի ենթարկվում են։ Հետաքրքիր ռակուրս է։ Բուլինգի ենթարկվողները ի վերջո ստանում են ավելի լավ աշխատանք, ավելի լավ կրթություն, ավելի լավ կյանքի որակ։ Դա իհարկե չի բացառում, որ այդ ամեն ինչ ուղեկցում է հոգեբանական տրավմայի, հոգեբանական տրավմայի հետ կարիք է լինում աշխատելու, բայց եթե երեխան ինքն է բուլինգի ենթարկում, դա ծնողի համար նույնպես ահազանգ է, որ այդ երեխայի ապագան դրանով վտանգված է եւ պետք է զբաղվել դրանով։ Եթե նույնիսկ այդ պահին ինքը իրեն ավելի զգացվում, որ երևում եւ այլն։ Բնականաբար հասկանալի է եւ շատ հետաքրքիր հարցի հասցնենք անդրադառնալ ես որպես ծնող միանում եմ այս հարցին ինչպես օգնել ծնողի հոգեբանական վիճակը եւ հոգեկան առողջությունը փրկել դեռահասների հետ շփվելիս եւ առնչվելիս եւ դաստիարակելիս երկու կարևոր դրույթ ես իմ կողմից տեղ կասեմ առաջինը ծնողը պետք է հասկանա որ 10 քանի տարեկան երեխայի կյանքի վրա ազդելու իր հնարավորությունները շատ սահմանափակ են։ Այսինքն շատ քիչ բան արդեն կարող է ծնողը անի եւ երբ որ ինքը վերցնում է իր վրա ողջ պատասխանատվությունը, ողջ բեռը,
դա իր ստրեսը շատ է ծանրացնում, բայց դա որևէ կերպ չի ավելացնում այն օգուտը, որը ինքը տալիս է երեխային։ Օգգն շատ ցածր։ Օգգն շատ ցածր է։ Դրա համար մասնագետի հետ այդ ամեն ինչը քննարկելը շատ օգնում է, սա մի դրույթն է, որովհետեւ ծնողը ավելորդ պատասխանատվություն անիրական չվերցնի իր վրա։ Այսինքն հոգեկրթությունը այստեղ կարող է օգնել արդեն ծնողին։ Երկրորդը ծնողին նույնպես շատ հաճախ պետք է լինում օգնություն, որովհետեւ առավել եւս մեր իրականության մեջ շատ հաճախ ծնողները ծննդաբերությունից հետո հայտնվելով հետ տրավմատիկ ստրեսային խանգարման մեջ, որտեղ հղիություն, ծննդաբերություն, փոքրիկ երեխայի խնամք ինքը արդեն բավականին տրավմատիկ շրջան է, տենց էլ միջև երեխայի դեռահասությունը այդ շրջանից դուրս չեն գալիս։ Իրանք ընկնում են ինչ-որ տեմպի տակ երեխային խնամելու, գերպատասխանատվության, իրանց տանջելու եւ այլն եւ այլն, եւ այդ դեռահասության տարիքը, որ մոտենում է եւ ծնողից հաճախ պահանջվում է հենց էմոցիոնալ ներդրում ուղղակի որպես ծնող իր ծնողական ներկայությունը, սերը, հոգատարությունը, ոչ թե դրական լավ բաներ։ Հա, դրական սովորական լավ բաներ, ինքը այդ ռեսուրսը բացարձակ չի ունենում, սպառված է լինում եւ հիմա ասելու եմ մի բան, որ ընտանեկան բյուջեի համար կարող է լավ չհնչի, բայց ծնողին նույնպես պետք է հոգեթերապևտ այդ տարիքում շատ հաճախ եւ չի կարելի մոռանալ պապաների մասին, որովհետեւ հաճախ որ մենք ասում ենք երեխայի ծնող, ավելի շատ մամա ենք պատկերացնում, բայց լավ կլներ որ պապաներն էլ մասնակցեին այդ process-ին եւ որպես կիսեին ես կասեի մասնակցեին ուղակի փաստորեն հարգելի մասնագետներ հոգեբանական աջակցությունը կամած դառնում է մեր կյանքի բաղադրիչներից մեկը ինչպես գնալ մերսման այդպես ռելաքսացիոն կամ ինչ որ դեմքի պրոցեդուրայի կամ մազերի խնամքի չէ ոնց որ թե մենք սկսում ենք հասկանալ որ միայն տրավմայի եւ միայն չգիտեմ հետ տրավմատիկ ստրեսի սինդրոմի դեպքում չի որ կարելի է դիմել մասնագետի, կարելի է այսպես թեկուս մի պարբերականություն սահմանել տարվա կտրվածքով եւ ստանալ այդ սոցիալ հոգեբանական աջակցությունը մասնագետի կողմից ավելի մատչելի եւ ավելի բան այսպես ավելի արդյունավետ դա կարող է նստել ընտանիքի բյուջեի վրա իդեպ Այո։ Դուք ինչ կասեք Վարդուհի։ Ծնողներին ինչպես օգնել։ Չնայած դուք արդեն ասացիք, որ աշխատում եք Հրամի հետ, հիմնականում այդ արդեն մենք էլ բազմիցս դեռահասների ծնողներին ուղղորդում ենք սեփական հոգեթերապիան անցնելու, սակայն միշտ չի որ իրենք հիմնականում ծնողները բերում են երեխուն, դուք աշխատեք իմ երեխու հետ, ես լավ կլինեմ, հա։ Բայց շատ կարևոր մենք փորձում ենք տալ այդ բանը, որ շատ կապված է ձեր հոգեկան վիճակը, ձեր երեխայի հոգեկան առողջության եւ վիճակի հետ։ Բայց այո համաձայն եմ եւ մի բան երևի ավելացնեմ, որ հիմնականում նկատվում է, որ ծնողները ինչ էլ անեն, մեկը ունենում են sense ներքին մեղքի զգացում, որ ինչ որ բան որպես ծնող իրենք չեն արել, հա։ Երևի թե միակ այդ հիմնավոր խորհուրդը կտան, որ փորձեն զերծ մնան այդ մեղքի զգացումից, որովհետև միշտ չի որ ամեն ինչ հնարավոր է ու միշտ չի որ ծնողի ձեռքում է ամեն ինչ, ինչպես Արամն ասաց, մենք չենք կարող մասնակցել ամեն ինչի եւ կառավարել ամեն ինչ։ Ինչ անել, որ կրթությունը չգնա վերջին պլան, մենք ունենք 2 րոպե, այսպես հակիրճ ինչ որ մտքեր կարող եք ասել։ Կրթությունը չի կարող գնալ վերջին պլան, որովհետև գիտելիք ձեռք բերելը դա մարդու բնական պահանջն է։ Դուք հələ հարցրեք մի հատ դեռահասների ծնողներին։ Բայց կրթությունը արդեն շատ վաղուց ձևափոխվել է։ Մենք ունենք խնդիր, որը այն է, որ կրթական համակարգը որպես մեծ պատասխանատվություն կրող համակարգ շատ իներտ է եւ չի հասցնում իրականության հետևից, քանի որ իրանք պետք է լինեն գերպատասխանատու, չանեն չստուգված բաներ եւ այլն եւ այլն։ Եվ այն ավանդական կրթությունը, որը մենք հիմա տեսնում ենք ուսումնական հաստատություններում, ինքը անխուսափելիորեն մղվում է հետին պլան, դրա հետ մենք ոչինչ չենք կարող անել։ Դրա համար կարծում եմ ծնողի համար մեկ պարտականությունն է այստեղ նպաստել երեխայի հետաքրքրասիրության զարգացմանը, խրախուսել, օգնել դրան, տարբերակներ առաջարկել, որտեղ գիտելիքներ ձեռք բերելը մարդու բնական պահանջն է, ինքը եթե չկոտրել այդ պահանջը, ինքը ամեն դեպքում դա անելու է։ Այո, ճանաչողական մոտիվը ինքնին դրված է, հա, յուրաքանչյուրիս մեջ, ուղղակի համաձայն եմ, պետքա փորձել մեթոդները բազմազան դարձնել ու եւ այո, ներկայիս մեր կրթական համակարգը աշխատել է փոքր նպաստում դրան, հատկապես երբ կրթական համակարգը փորձում է եւ ստիպված է մրցել ահա այս հրաշքների հետ տարբեր տիպի էկրանների հետ, սա իսկապես մեծ
challenge է, այդ նորաձև բառով, ինչպես էր մենք Մարտահրավեր։ այո, մարտահրավերը մեր սիրելի։ Այս նոտայի վրա կանգ առնենք, մենք կարող ենք եւս ժամուկես խոսել, կարծում եմ, բայց մեր ժամանակը այսքանն է տրված։ Մենք զրուցեցինք երկուսով հոգեբանական մասնագիտացված կենտրոնի մանկական հոգեբան Վարդուհի Տիգրանյանի եւ MHS հոգեկան առողջության ծառայություն կենտրոնի հոգեբուժ հոգեթերապևտ Արամ Հովսեփյանի հետ։ Շնորհակալ եմ ձեզ այս բարդ թեմայով մեզ ժամանակ տրամադրելու համար։ Ձեզ համար աշխատեց Լույսի Քոչարյանը եւ ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։